Շնորհակալություն, հանձնաժողովի հարգելի նախագահ, հանձնաժողովի հարգելի անդամներ, ներկաներ, համաձայն Սահմանադրության 196-րդ հոդվածի հանձնաժողովը մարտի վերջ ներկայացրեց տարեկան հաղորդում ազգային ժողով։ Ես այն որպես հանձնաժողովի նախագահ ներկայացնում եմ արդեն 7-րդ անգամ եւ գտնում եմ, որ սա այս ներկայացումը շատ լավ առիթ է մեկ անգամ եւս հնչեցնել այն խնդիրների մասին, որոնք առկա են եւ որոնք մեր կարծիքով արժանի են ձեր ուշադրությանը, ինչպես նաեւ հանրության։ Եվ այդ պատճառով հաշվի առնելով նաեւ ժամանակի սղությունը կանգ չեմ առնի տարբեր տեղեկատվության, գծապատկերների, վերլուծության դուք կարող եք ծանոթանալ այս մեր տարեկան հաղորդման մեջ բոլոր այդ տվյալները կան եւ ավելի շատ կխոսեմ այն խնդիրների մասին, որոնք առկա են այսօր տեսահոլովակական մեդիայի առջև եւ որոնք իմ կարծիքով արդեն մեր կարծիքով հանձնաժողովի շուտապույտ լուծում են պահանջում։ Մենք 2001, 2002, 2003 թվականների ամփոփող հաղորդումներում նշել ենք դրանց մի մասը եւ վերահաստատելով մեր մոտեցումները ցանկանում եմ շատ կարճ խոսել այն խնդիրների մասին, որոնք կան եւ որոնք օրենսդրական փոփոխություններ պետք է ենթարկվեն։ Առաջինը եւ ամենակարևորը մենք շատ ենք խոսացել դրա մասին եւ դուք գիտեք այդ խնդիրը, կիսում եք այդ մտահոգությունները, դա կարգավորման շրջանակների ընդլայնումն է եւ կանոնակարգերի ներդաշնակությունը։ Մենք նկատի ունենք ավանդական մեդիան, որը այսօր կարգավորվում է այս կամ այն չափով, դա հանրային մուլտիպլեքսում լիցենզավորված կազմակերպություններն են, դա հեղինակազորված տեսահոլովակական ծառայություններ մատուցողներն են եւ դա ցանցային օպերատորներն են։ Թվով մոտ 130 իրավաբանական անձ եւ որոնք այսօր արդեն նրանք չեն կազմում տեսահոլովակական մեդիայի մեծամասնությունը։ Եվ բոլոր չափումների համաձայն եւ աշխարհում եւ Հայաստանում հասարակությունը, բնակչությունը, քաղաքացիները տեղեկատվության մեծ մասը ստանում են համացանցի միջոցով։ Համացանցում գործում են տասնյակ այսպես կոչված TV-like հեռարձակողներ, հեռուստանման, որոնք կարգավորումից դուրս են եւ այն վտանգները, որը մենք այսօր ունենք, սպառնալիքները կապված եւ տեղեկատվական անվտանգության հետ, եւ լեզվական, եւ երեխաների վրա ազդեցության մտավոր եւ հոգեկան առողջության, եւ ապատեղեկատվության, եւ ճշտամանքի խոսքի դուք շատ լավ գիտեք, առաջին հերթին գեներացումը համացանցում։ Ամբողջ աշխարհում այս խնդիրը արդեն սկսել է լուծվել, մեր մոտ նույնպես դա պետք է անել։ Մենք մոտորապես հաշվարկեցինք ինչքան այդպիսի հարթակներ ունենք համացանցում, ըստ աշխարհում կամ Եվրոպայում ընդունված չափորոշիչների, դա խմբագրական քաղաքականությունն է, դա օրեկան ինչ որ քանակի հաղորդումներն են, օրինակ 6 ժամից ոչ պակաս, դա հաղորդացանկն է, դա հետևորդների թիվն է սոցիալական ցանցերում, Facebook-ում, YouTube-ում, եւ մենք ստացել ենք Հայաստանում մոտ 40 այդպիսի հեռուստանման հարթակներ, որոնք մեր կարծիքով պետք է պարտադիր կանոնակարգվեն։ Անպայման չի մշտադիտարկման միջոցով, բայց այն ամենակարևոր նորմերը, որ կան տեսահոլովակական մեդիայի համար եւ հատկապես 9-րդ հոդվածը պահպանող, որտեղ արգելվում է խտրականությունը, ապատեղեկատվությունը, բռնության եւ պատերազմների, կամ կոչը կամ հրահրումը, դրանք պետք է անպայման նորմ դառնան նաեւ համացանցում գործող տեսահոլովակական մեդիաների համար։ Սա մեկ, որ մենք շատ դա կարևորում ենք։ Երկրորդը դա ատելության խոսքի եւ ապատեղեկատվության դեմ պայքարն է, հստակ չափանիշների շնորհիվ, որի մասին եւս մի քանի անգամ խոսացել ենք։ Ցավոք մենք այսօր չունենք նույնիսկ ատելության խոսքի սահմանումը եւ այդ պատճառով մենք մի քանի անգամ դատարաններում պարտվել ենք մեր իսկ հարուցած գործերը, վճիռները ըստ SEPA-ի պահանջների մենք արդեն պետք է ունենայինք այս տարվա սկիզբ ատելության խոսքի սահմանումը,
բայց ցավոք մենք դա դեռ չենք ստացել, դա հանձնաժողովի իրավասություններից դուրս է, երբ որ մենք կստանանք այդ սահմանումը եւ դուք մենք կարող ենք դա իմպլեմենտացնել արդեն մեր օրենսդրության մեջ եւ հստակեցնել եւ կարողանալ ավելի էֆեկտիվ պայքարել ապատեղության եւ ատելության խոսքի դեմ։ Երրորդը, որը շատ կարևոր ենք համարում եւ ինչը գնալով, ցույց է տալի, որ լուրջ սպառնալիք է Հայաստանի համար, դա օտարերկրյա հեռուստաընկերությունների, հեռուստածրագրերի հեռարձակման սահմանափակումն է։ Մենք եւս մեկ անգամ պնդում ենք, որ հանրային մուլտիպլեքսում որևէ օտար հեռարձակող չպետք է լինի եւ վերջի իրադարձությունները ցույց են տալի, այս 1-2 տարվա, որ մենք իրավացի ենք, երբ որ գտնում ենք, որ օրենքով այդ բացը պետք է փակվի եւ օտար հեռուստաընկերությունները չպետք է հեռարձակվեն եւ ես այդտեղ փոքր օրինակ բերեմ, որ խոսքը գնում է ոչ միայն ռուսական ծրագրերի մասին, դա ընդհանրապես մանիպուլյացիա է, մենք խոսում ենք ընդհանրապես բոլոր արտերկրի ծրագրերի մասին եւ վերջերս նույնպես Ֆրանսիան մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի ունենա հեռուստածրագիր, 2 հեռուստացիգեր մեր հանրային մուլտիպլեքսում եւ ընդունել են Ֆրանսիայի ներկայացուցիչներին ինձ մոտ Ֆրանսիայից եկած, ես ընդունել եմ փոխդեսպանին, երկրորդ անգամ մենք բավականին լուրջ քննարկում ենք ունեցել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում եւս Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ եւ նաեւ մեր նամակներում եւ գաղտնի նամակներում մենք բերել ենք բոլոր այն փաստարկները, որոնք արգելում են օտարերկրացիներին հեռարձակվել հանրային մուլտիպլեքսում։ Եվ եթե դուք հիշում եք, այս վերջերս մի ցավալի դեպք եղավ Արդե հեռուստաընկերությանի կապված հայ-գերմանական, երբ որ ինքը Հայաստանի քարտեզը չէր տեղադրել, երբ որ տարածաշրջանային քարտեզն էր ցուցադրում, խնդիր էր եղել նաև թիմի Մոնդի հետ, եւ ֆրանսիացիները հենց այդ 2 ծրագիրն են ուզում, որպեսզի մեր հանրային մուլտիպլեքս լինի, եւ հիմա պատկերացրեք, եթե այդ ծրագրերը լինեին հանրային մուլտիպլեքսում, կստացվեր, որ մենք ինքներս հեռարձակում ենք մեր մասին ապատեղեկատվությունը եւ աղաղված պատկերացումներ, օրինակ քարտեզի մասին, Հայաստանի չգոյությունը։ Հաշվի առնենք նաեւ որ այս ոչ շատ հանգիստ իրավիճակում մենք կարող ենք օտար երկրացի հեռարձակողներին թույլ տալ հանրային մուլտիպլեքս, մենք կարող ենք հարթակ դառնալ տեղեկատվական պատերազմի այն երկրների մեջ, որոնք բոլորը մեր հետ բարեդերացական հարաբերությունների մեջ են, օրինակ Արևմուտքի եւ Իրանի միջև։ Սա շատ կարճ, նաեւ մենք որևէ ազդեցություն չունենք հանձնաժողովը այն տեսլասողական հաղորդումների վրա օտարերկրյա, որոնք հեռարձակում են կաբելային օպերատորների ցանցում։ Մեր մոտ այսօր գործում է շատ լիբերալ ազատական մոտեցում, մենք միայն փաստում ենք, որ մենք իգիտություն ենք ընդունում, որ դիստրիբյուտորը վերել է արտերկրից ինչ որ ծրագիր եւ որևէ լիազորություններ չունենք ստուգել այդ հեռուստածրագրերի բովանդակությունը եւ եթե նույնիսկ վաղը չեմ սոր ինչ որ հեռուստածրագրեր որոշեն տեղեկատվական լուրջ պատերազմներ տանել Հայաստանի միջև, Հայաստանի կարգավորող մարմինը որևէ լծակ չունի, որպեսզի կասեցնի այդ հեռուստաընկերությունների սփռումը Հայաստանում։ Մենք մեր նախագծերը, մեր պատկերացումները փոխանցել ենք արդեն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, ինչքան ես գիտեմ նաև աշխատում են մեր իրավաբանները եւ հանձնաժողովի իրավաբանները եւ ես կարծում եմ այս խնդիրը շուտով լուծում կստանա եւ հանձնաժողովը իրավունք ունենա ադապտացնել այդ բոլոր ծրագիրը, այսինքն ժամանակ ունենալ ծանոթանալ բովանդակության մեջ եւ եթե այդ հեռուստածրագրերը օտար կարող պարունակեն այն բովանդակությունը, որը խախտում է Հայաստանի օրենսդրությունը, ապա իրանք ունենանք արգելել այդ հեռուստածրագրերի սփռումը Հայաստանում եւ երկրորդը, եթե արդեն սփռման ընթացքում նրանք խախտեն Հայաստանի օրենքը, նույնպես մենք իրանք ունենանք կասեցնել եւ արգելել այդ հեռուստաընկերությունների սփռումը Հայաստանում։ Ես կարծում եմ մենք այն կամ փոքր կղզյակներից կամ միայնակ ենք մնացել, որ մենք չենք պաշտպանում մեր տեղեկատվական հարթակները օտարերկրյա այդպիսի վնասակար ազդեցություններից։ Սա երկրորդը, որ ուզում եի
ձեր ուշադրությանը ներկայացնել։ Նաև գիտեք, մենք ջատագովն ենք մի հիմնադրամի ստեղծմանը, որը կօգներ հեռուստաընկերություններին եւ գնել եւ արտադրել հանրօգուտ բովանդակություն եւ կարծես այդ ֆոնդի ստեղծումը իր վերջնակետին է գալիս, կառավարությունում երեք նույնիսկ էլի քննարկումներ կար, միայն խնդիրը, որ տարաձայնությունները առաջացնում, դա ֆինանսավորման աղբյուրներն են այդ հիմնադրամի եւ երբ որ հիմնադրամը գործի, ինքը կփորձի օժանդակել հանրօգուտ հաղորդումների ստեղծմանը կամ գնմանը, ինչը կթեթևացնի եւ հեռուստաընկերությունների շատ ծանր ֆինանսական վիճակը եւ կնպաստի, որպեսզի աճի մշակութային, սպորտային, կրթական հաղորդումների քանակը մեր կոմերցիոն հեռուստաընկերություններում։ Մի շատ կարևոր խնդիր կա, որը քննարկում է եւ լուծում չի ստանում, դա սեփականատերի եւ ֆինանսական թափանցիկությունն է հեռարձակողների եւ այս վերջերս Եվրոխորհրդարանի նախարարների կոմիտեն արդեն համապատասխան դիրեկտիվա ընդունել եւ իրենց հանձնարարական իջեցրել անդամ պետություններին նաեւ Հայաստանում մենք հույս ունենք որ դա խթան կհանդիսանա եւ մեզ մոտ շատ շուտ ընդունեն այդ օրենքը եւ ինչը մենք շատ ենք կարևորում որովհետեւ այդ թափանցիկությունը եթե Հայաստանի հասարակությունը շատ լավ քաջատեղյակ լինի ինչ քաղաքական ուժերին է պատկանում այդ հեռուստաընկերությունը, ինչ ֆինանսատնտեսական խմբավորումներին է պատկանում, ինքը կարողանա, հա? Դե բոլորը գիտեն, բայց դրա իրավական կարգավորումներն են պետք, հա, եւ դրանով մենք կարողանանք արդեն հասարակությունը ինքնակարգավորման միջոցով ազդել այդ հեռուստաընկերությունների գործունեության վրա։ Սա է, այսինքն ամենակարևոր խնդիրներն է, ես կարծում եմ, որը պետք է մենք դրա վրա ուշադրություն դարձնենք, մնացածը նորից եմ կրկնում, մեր տարեկան հաղորդման մեջ կա եւ նաեւ մենք մի շատ լուրջ առաջարկ ունենք, մենք կարծում ենք, որ այս պայմաններում, երբ որ մեծամասամբ տեղեկատվական հոսքերը տեղափոխվել են համացանց, որպեսզի հանրային մուլտիպլեքսում կարողանան նորմալ մրցակցել, նորմալ բիզնես նախագծեր իրականացնել եւ գումար աշխատել հեռուստաընկերությունները մենք կարծում ենք կարելի է նաև դիտարկել հանրային մուլտիպլեքսում սլոթերի քանակի կրճատումը, որովհետև ավելի լավ ունենալ 2-3 լավ հեռուստաընկերություն, պինդ, լավ փողեր աշխատող, հստակ վերահսկողության տակ, հա, բովանդակություն արտադրող, քան տասնյակ հեռուստաընկերություններ, որոնք որևէ նորմալ բովանդակություն չեն պարունակում, օրինակ մենք ունենք 7 կոմերցիոն հեռուստածրագրեր, որոնք ունեն մայրաքաղաքային ծածկույթ, մենք կարծում ենք, որ մայրաքաղաքային ծածկույթի համար այդպիսի շատ հեռուստածրագրեր անհրաժեշտ չեն, որովհետև ամբողջ աշխարհում մենք տեսնում ենք տենդենսը նվազեցնել հեռուստածրագրերի քանակը հանրային մուլտիպլեքսում եւ միաժամանակ բարձրացնել իրենց բովանդակության որակը։ Սա է ուզում ասել, որ մենք կարող ենք այդ մասին խոսալ։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ այս բոլոր խնդիրները շատ մասնագիտացված են եւ հասարակության ուշադրությունից դուրս են, առաջնություն հասարակությունը չի համարում։ Մենք մեծ ողջավորությամբ անցյալ տարի առցանց դիմում բողոքների մոդել մտցրեցինք մեր մոտ եւ կայքում կարմիր կոճակ ենք անունը դրել։ Ցանկացած մարդ կարող է առցանց 2 երկրորդ մեջ իր բողոքը գրի իր առաջարկությունները եւ այլն 5 ամիս գործում է դա, մենք ստացել ենք ընդամենը 6 բողոք առցանց, որոնցից 4-ը վերաբերելի չի մեր հանձնաժողովին, այսինքն ոչ մեկին մենք տեսեք, մենք բողոքում ենք, չէ, բոլորս անորակ բովանդակությունից, չարությունից, ատելության խոսքից, անորակից, բայց մենք որևէ բողոքներ չենք ստանում եւ մեր հաղորդման մեջ կա 95% ավել վարչական վարույթները այս կամ այն խախտումների համար մենք նախաձեռնել ենք մեր մոնիտորինգի արդյունքներով։ Բողոքների այնինչ ամբողջ աշխարհում հասարակության միջոցով է դա արվում, օրինակ մի շարք երկրներում եվրոպական, նույն Բելգիայում կամ Շվեյցարիում, գործում է միայն բողոքի ինստիտուտը, այսինքն այնտեղի կարգավորող մարմինները
մշտադիտարկմամբ չեն զբաղվում։ Մենք երբ կհասնենք դրան չգիտեմ, բայց դա էլ ճիշտ ասած մի քիչ հիասթափեցնող խնդիր է, ինչքան ունեմ ժամանակ։ Ես շատ կարճ, ես նաև այստեղ լավ, շատ կարճ, տեսեք, ես նաև շատ է ուզում ձեր ուշադրությանը դարձնել ազգային ժողովի կողմից ընդունված օրենքների դրականի մասին չեմ խոսա, բացասական հետևանքների մասին։ Տեսեք, մի օրինակ միայն բերեմ, որովհետև հաջորդ տարի սպասում են համապետական ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ եւ ըստ անտրական օրենսգրքի, որի դեմ մենք պայքարեցինք, բայց ինչպես միշտ մեր կարծիքը հաշվի չառան, բոլոր յուրաքանչյուր հեռուստաընկերություն պետք է անվճար 25 րոպե տրամադրի յուրաքանչյուր կուսակցությանը։ Այսինքն անկախ հեռուստաընկերությունը, որի վրա տասնյակ սահմանափակումներ ենք դրած, որոնք կոշտ բանի տակ են վերահսկողության, նրանք պետք է յուրաքանչյուր կուսակցության համար 25 րոպե նվեր անեն։ Մենք հաշվեցինք, որ մենք ունենք 22 լիցենզավորված հեռուստաընկերություն, չհաշված հանրային հեռարձակողին, մարզերում հանրապետական ծածկույթի եւ մայրաքաղաքային ծածկույթի եւ ստացվում է, որ յուրաքանչյուր հեռուստաընկերություն, որ 550 րոպե պիտի տրամադրի կուսակցություններին։ Դա նշանակում է, որ հեռուստաընկերությունները կզրկվեն 22-ը բազմապատկեցի 25 րոպեի, եւ 22 կուսակցությունա մասնակցել։ Մասնակցում է, 22 բան են մասնակցում, 22 հեռուստաընկերություն կա։ 22-ը բազմապատկենք 25-ի, հետո երբ որ օրինակի համար 10 կուսակցություն եթե մասնակցի, ոչ պակաս հանրապետական կլինի 5500 րոպե կամ 91 ժամ։ Ամբողջը միասին։ 91 ժամ։ 91 ժամ առաջինը մենք հնարավորություն չենք տալի հեռուստաընկերություններ գոնե այդ ժամանակ ինչ որ փոքր գումար աշխատել, երկրորդը, եթե մենք վերցնենք բանի շահերը, իսկ անվճարը բոլորը կօգտվեն անվճարից, անկախ իրենց ֆինանսական ռեսուրսների ճանաչելությունից, կստացվի, որ մենք պարտադրում ենք մեր հանրությանը բոլոր հեռուստաընկերություններում դիտել այն ինքը չի ուզում դիտել։ Ես ձեզ ասեմ, նույնիսկ Ռուսաստանում զվարճանքի կանալները, սպորտի կանալները եւ երաժշտական կանալները այդպիսի ֆունկցիա չունեն։ Մեր մոտ ստացվում է, որ FAST-ը, որը սպորտը ներկայացնում, ստացվում որ 21 TV-ին նրանք անպայման պետք է հեռարձակեն քաղաքական բովանդակություն, ինչը մեր համար մի քիչ եւ անհասկանալի է եւ անընդունելի։ Ես չգիտեմ դա ոնց է կարելի անել, բայց դա չէ, կարելի անլայնել աս լավ փորձը եւ օրինակ ցանկացած բենզակալունկայի պարտադրել ընտրություններից առաջ մի տոննա բենզին տա ամեն մի հեռուստաբանին, ամեն մի կուսակցությանը։ Դա նույն ոճից է, նույն սկզբունքով է։ Տենց է ստացվում։ Այսինքն սա օրինակ, չգիտեմ, մարդիկ են, որոնք կուսակցության շահերն են պաշտպանում, քաղաքական միավորների եւ անտեսեցին եւ հանրային շահը եւ մեր մեդիաների շահը գոնե այդ պարագայում մի քիչ գումարներ աշխատել, սա մեկ։ Երկրորդը, տեսեք, մի անգամ ասել եմ, նորից եմ ուզում կրկնեմ, որտեվ սա կարծում եմ փոփոխության կարիք ունի մանկական հաղորդումների մուլտերի ուղեկցությունը սուրդո թարգմանության միջոցով, գիտեք շատ լավ, եւ էլի շատ լավ նպատակ էր, բայց հաշվի առնելով եւ գումարը, որ պետք է ծախսվի դրա վրա եւ մասնագետների պակասը, ստացվեց, որ մենք թվերը մի հատ էլի չհիշում, ինձ մոտ է 34 36-34 Մենք տեսեք, մենք եթե 2003 թվականին միջև օրենքի ընդունելը բոլոր հեռուստաընկերությունը ցույց են տվել միասին 138 անվանում մուլտֆիլմ պատտվում են, ապա անցյալ տարի 24 թվականին ընդամենը 43 մուլտֆիլմ, այսինքն այն հեռուստաընկերությունները, որոնք չեն ուզում օրենք խախտեն, նրանք ընդհանրապես մուլտֆիլմեր սկսեցին ցույց չտալ։ Երկրորդը մենք խոսացինք հոգեբանների հետ, նրանք էլ ասում են երեխաների համար սուրդոպերևոդը սխալ է, ճիշտը սուբտիտրներն են, ինչի համար, որ ինքը սկսի կարդալ, ինքը սովորի բանին, հայերեն տեքստերին, ոչ թե լսի, այսինքն լսելը իր կարդալու ցանկություն ունակությունը իջեցնում է,
հա, սա էլ է խնդիր։ Այսինքն ես կարծում եմ, մենք կարծում ենք, հա, Որ ինչ որ տարիքից հետո են տարեր սկսում։ հա, բայց տեսեք, միջև 6-7 տարեկան։ Հա, միջև այդ լավ չեն խոսում կամ։ Եվ վերջը չէ, երեխաները 6-7 տարեկանից պիտի սովորեն 6 տարեկանից կարդալ։ Մուլտերը 2-3 տարեկանների համար չեն մեծ մասամբ, իսկ 2-3 տարեկան երեխաների համար մուլտերը նրանք բան են, առանց տեքստերի են։ Նրանք ընդհանրապես բովանդակություն է, երաժշտություն է, հա, տասնյակ այդպիսի մուլտեր կան, մաշին կան, շարժումներ են։ Այդ առումով ստեղել նույնիսկ մտածելու բան ունենք, սա երկրորդը, հա։ Ես 7 հատ այդպիսի բան էի առանձնացրել, բայց քանի որ ժամանակը քիչ է, մնացածը եթե հետաքրքիր լինի կշարունակեմ, շնորհակալություն ուշադրության համար։ Շնորհակալ եմ, պարոն Հակոբյան։ Անվճար եթերաժամանակը դուք որպես բացասական նշեցիք, բայց մենք կարծում ենք չէ դա դրական է, որտեվ պետքա կուսակցությունները անկախ իրենց ֆինանսական հնարավորություններից իրենց գաղափարները ներկայացնելու հնարավորություն ունենան ու հաշվեցի, եթե դա արտահերճի 28 օր է տևում քարոզարշավը 25 րոպեն օրական 53 վայրկյան ընդամենը եթեր տալ այդ հեռուստաընկերության համար չեմ կարծում մեծ խնդիր է։ Ամեն 53 րոպե 10-20 30,000 դրամ։ 53 վայրկյան։ Եթե 25 րոպե 28 օրով 53 վայրկյան ընդամենը մի օրվա մեջ թող ցանկացած կուսակցության անվճար եթերաժամ տանել մեծ Դա այդ մեկին բոլոր Դե որպես կանոն ոնց է եթե սպորտային չի, այդտեղ կարող խնդիր լինի։ Ասենք օրվա մեջ 4 անգամ լրատվական է գնում։ Բայց դա բաժանում են էլի, այսինքն կուսակցական գործիչների ցերեկվա ժամին սկզբում 5 այս կուսակցությանն են դնում, հետո երեկոյան էս, հետո ասենց ռոտացիայով փոխում են, դա ՌՀ-ն ու թե դուք չեք ստուգում, չեք ԿՀ-ն է ստուգում, տեսնի հավասարությունը։ Չգիտեմ, ինձ թվում է 25 րոպեն շատ չի։ Այլ բան է, հա, որ տենց շատ են մասնակցում, նախորդ ընտրություններին 27 ուժ էր մասնակցում, այդ մի քիչ մեծ է։ Այստեղ մի հատ ուրիշ խնդիր կար, ես հիշում եմ, որ հեռուստաընկերություններն էին շատ ժամանակ գրում մեզ եւ ասում էին, որ մենք ուզում ենք լուսաբանենք, բայց այս կուսակցությունները ոչ մի բան չեն անում, ոչ քարոզարշավ ունեն, ոչ էլ կամ, չգիտեմ, մի հատ առաջին օրն են անում, հետո չկա, ասում ոչ կուսակցության գրասենյակ կա, ոչ մարդ կա, ասում չգիտենք ինչ լուսաբանենք։ Այստեղ խնդիր է էլի եւ հետո երբ որ չեն անում, ստացվում է մի քիչ խնդիր կար առաջանա։ Կներեք մենք այդ խնդիրը լուծել ենք մեր մեթոդաբանությամբ, որ արժանացավ եւ նաեւ եվրոպական դիտորդների դրական գնահատականին, մենք մեխանիկական հավասարություն չենք պահանջում ոչ մի անգամ։ Մենք ասում ենք, օրինակի համար մի կուսակցությունը շատ ակտիվ է վարում իր, հա, քարոզարշավը, մյուսը ոչ, գնում են շտաբ եւ բանա կողպեքի վրա է այդ դուրը, մենք պահանջում ենք ընդամենը դա արձանագրել, արձանագրությունները մեր ներկայացնել եւ այդ առումով մենք մեխանիկական հավասարություն իսկապես չենք պահանջում, այդ առումով հեռուստաընկերությունները ազատ են եւ դա հնարավոր չի ընդհանրապես այդտեղ խտրականություն կլիներ այն կուսակցություններին, որոնք գրեթե չեն մասնակցում, կայմ այլ նպատակներ ունեն եւ այն կուսակցությունը, որ իսկապես քաղաքական միավոր է, իրանց մեջ անհավասարություն կլիներ, եթե հավասար բաժանեն եւ մեր մեթոդաբանությունը արդեն 7 տարին գործում է եւ որևէ մեկի կողմից, բան չի քննադատվել այսպես